Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր ամբողջ օրը կարելի է ասել խոհանոցում եմ եղել, պատրաստել եմ գազարով պերեծ, ինչպես ժողովուրդն է ասում, գազարով աղցան և ուզում եմ ձեր հետ կիսվել։ Ամուսինս խանութի համար գազար էր բերել ցելոֆանե տոպրակով և չգիտեմ ինչ պատճառով գիշերը որ մնացել էր ոչ դատարկած, հենց տոպրակի մեջ այսպիսի սև խալեր էր գցել, դե հնարավոր չէր էլ վաճառել։ Այդպես տոպրակով ամուսինս տուն էր բերել, հիմա մտածում եմ, թե ես այդքանը ինչ եմ անելու, դե որոշեցի կարող եմ գազարով պահածո պատրաստել։ Եթե աշուն լիներ, կավելացնեի կարմիր պղպեղ, կանաչ պղպեղ և հյութը կլիներ լոլիկը, բայց քանի որ մայիս ամիսն է, ես մտածեցի ինչ հնար անեմ, որ այս գազարը օգտագործեմ ու որոշեցի, որ լոլիկի փոխարեն կավելացնեմ իմ պահածոյացրած տոմատի մածուկը, իսկ պղպեղի փոխարեն կավելացնեմ եփած աջիկան։ Գազարն ամբողջությամբ մաքրեցի, կեղևները կուղարկենք մեր հարևանի ճագարները կուտեն, գազարը երկրորդ անգամ նորից լվացի, հիմա մի քիչ հյութ կպատրաստեմ։ Երեխեքը նախաճաշել են և վերջացրել են, հիմա յուրաքանչյուրին մի կես բաժակի չափով, այսինքն 100-ից 150 մլ գազարի հյութ եմ տանելու։ Յուրաքանչյուր քամված այս 150 մլ-ի համար օգտագործել եմ 250 գրամ գազար։ Մի պտղունց աղ յուրաքանչյուր բաժակին և գազարի համը ավելի կմքանա, այսինքն ավելի համեղ է դառնում, դուք էլ փորձեք, թեկուզ կտրատած գազարը աղով կերեք, շատ համեղ է։ Վերջ, փոքրիկներիս հյութը պատրաստ է, տանեմ ու գամ շարունակեմ։ Ուրեմն սիրելիներս, այստեղ բոլոր բաղադրիչները դրել եմ, հիմա ցույց տամ։ Տոմատի մածուկը կես կիլոգրամ, աջիկան կես կիլոգրամ, 1 կիլոգրամ սոխ, 1 կապ մաղադանոց, մի քանի հատ դափն ու տերև, աղ, բուսայուղ և 3 կիլոգրամ մաքրած վիճակում գազար։ Միշտ այս գազարով պահածոն պատրաստել եմ խորանարդաձև կտրած վիճակում, թե սոխը, թե գազարը, բայց այս անգամ որոշեցի քերած վիճակում եփել։ Պետք է կտրատեի, պարզապես քերել եմ։ Սոխը լցնում ենք դաղված բուսայուղի մեջ, թողնում ենք լավ կարմրի։ Սիրում եմ, երբ սոխը մի թեթև ոսկեգույնում է։ Մինչև ոսկեգույնի կավելացնեմ նաև քերած գազարը։ Այ այս չափը նորմալ է, ոչ հաստ են քերված կտորները, ոչ էլ բարակ։ Սոխ առածը արդեն պատրաստ է։ Հիմա վրան ավելացնում եմ ամբողջ գազարը, մի լավ տակու վրա եմ անում խառնում և թողնում եմ, որ տապակվի։ Ամբողջը քերեմ ու ավելացնեմ ու այս քերած բաժնից մի քիչ էլ կպահեմ, որպեսզի թթու պատրաստեմ։ Ահա, լցրեցի սոխի վրա, հիմա լավ տակու վրա եմ անում, կափարիչը փակելու եմ, թողնեմ դաղվի, ընթացքում կխառնեմ։ Պատրաստենք թթուն։ Այսպես կտրատում եմ կաղամբը և 1 կիլոգրամի համար 1 ճաշի գթալ աղ ենք ավելացնում, ինձ մոտ 1,5 կիլոգրամ էր կաղամբը։ Մի լավ խառնում ենք, չենք ջարդում, ուղղակի սեղմելով խառնում ենք, որպեսզի աղից կաղամբը թուլանա։ Կխառնեմ, կթողնեմ մինչև կաղամբի ջուրը դուրս տա և այդ ընթացքում կպատրաստեմ հեղուկը։ Այս մի բաժակ հեղուկը պարտադիր է, որպեսզի կաղամբի թթուն չոր չմնա, այսինքն լավ ամանի մեջ սեղմելուց հյութի մեջ մնա։ 250 մլ ջրին ավելացնում ենք 1,5 ճաշի գթալ շաքարավազ, 1,5 թեյի գթալ աղ և
1 ճաշի գթալի չափով էսենցիա, կարող եք քացախ ավելացնել։ Այս բոլորը խառնում ենք, երբ լուծվում է, ավելացնում ենք այս թթվին։ Քանի որ կաղամբի ջուրն արդեն լավ դուրս էր տվել, 2 ժամ անցել էր, ավելացնում եմ գազարը և լավ տակու վրա խառնում ենք, որ հավասարաչափ խառնվի։ Եթե շատ գազարով թթուն չեք սիրում, կարող եք քիչ ավելացնել։ Ես սիրում եմ, երբ վառ գույն է ունենում թթուն։ Ահա, այսպես մի լավ խառնում ենք և ավելացնում ենք հեղուկը։ Չորաթթուն պատրաստ է, սիրելիներս, հենց հիմա էլ կարող եք ուտել, բայց ինչքան մնա հնանա, այդքան ավելի համեղ է լինում։ Խոսքս երկրորդ, երրորդ օրվա մասին է։ Թթուն էլ պատրաստեցինք։ Հիմա այստեղ գազարն արդեն լավ տապակվել է։ Հիմա մի լավ կխառնեմ ու կավելացնեմ մնացած բաղադրիչները և կթողնեմ մի ժամ եփվի։ Ահա, այս տապակված գազարին հիմա պետք է ավելացնեմ տոմատի մածուկն ու աջիկան։ Մի լավ տակու վրա կխառնեմ ու կավելացնեմ ջուրը, կափարիչը կփակեմ, կթողնեմ եփվի։ Ջուրը պետք է այնքան լցնենք, քանի որ կտրատած չի, շատ եփ չի ուզելու, այլ քերված է գազարը, պետք է ջուրը իրեն հավասար լինի։ Եփելու ընթացքում էլ ինքը նորից հյութ է դուրս տալու, պետք է այնպես լինի, որ եփվելուց շատ ջրային մաս չլինի։ Ես սիրում եմ, երբ մի քիչ խիտ է լինում, աղցանա նման։ Գազարն այնտեղ եփվում է, հիմա կտրատեմ կանաչին, վերցրել եմ մաղադանոս, սա էլ ավելացնեմ աղի հետ, ժամ կպահեմ, որպեսզի մի ժամ եռա մարմանդ կրակով, որ հետո պահածոյացնեմ։ Մի քանի դափնու տերև ենք ավելացնում և կլոր հատիկ պղպեղ։ Ես կլոր հատիկ պղպեղ չեմ սիրում, չեմ ավելացնում, դուք անպայման ավելացրեք։ Ահա, սիրելիներս, մի 10 րոպե էլ կեռա, արդեն բուսայուղը փայլում է, գույնը շատ գեղեցիկ է, տեսեք գազարը չի լխկվել, մինչև վերջ իր ձևը պահպանել է։ Հիմա արդեն կլցնեմ բանկաները։ Ուրեմն գնացի մոտակա խանութ, այնտեղ պահածոյի համար նախատեսված կրիշկաներ չունեին, վերցրել եմ այնպիսի բանկաներ, որ իրենց կափարիչներով լինեն պտտեցվող, դրանց մեջ եմ պահածոյացնելու։ Շատ համեղ է ստացվել և տեսքն է գեղեցիկ, դուք էլ կհաստատեք երևի։ Ահա, մի խոսքով պարտադիր չի, որ աշուն լինի, նոր պատրաստեք, թեպետ գարնան վերջ, երբ թթուն է վերջանում, պահածոներն են վերջանում, ընթրիքի ժամանակ պարտադիր պետք են նման աղցանները, կարող եք պատրաստել թեկուզ 1 կիլոգրամով, ահա, ոչ մեկ չի հրաժարվի այսպիսի համեղ աղցանից, առավել ևս պահածոյից։ Այսքանը, սիրելիներս, հիմա պետք է մտածեմ մի հատ էլ, թե ընթրիքին ինչ եմ պատրաստելու, որոշել էի կարտոֆիլ ժարի տանեմ և հանկարծ ամուսինս մտավ մի մեծ տոպրակ սունկը ձեռքին, այնքան ուրախացա, թեպետ արդեն կարտոֆիլը մաքրել էի, դե համ կարտոֆիլի ժարիտ կանեմ և սունկը կտապակեմ։
Սունկը ամբողջությամբ չեմ տապակի, մի որոշ մասը կսառեցնեմ, կպահեմ սառցախցիկում, կեփեմ, կսառեցնեմ։ Մնացածն էլ հիմա կտապակեմ, որպեսզի այս իմ հոգնած հալին ուրիշ ավելի բարդ կերակուր չպատրաստեմ։ Մի լավ լվանում ենք, կտրատում մեր ցանկացած կտորների, չափի կտորների եւ մեկ սուրճի բաժակ ջուր եմ ավելացրել այսքանին, ինքը իրենից արդեն հյութը դուրս է տվել։ Երբ մի 15 րոպե եռաց ավելի ճիշտ, ավելացրել եմ աղը, կարագը, յուղը եւ կոտրել եմ ձուն։ Այսքանը սիրելիներս պատրաստեցի գազարի հյութը, թթուն, սունկը եւ գազարով պահածուն։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։